Շնորհակալություն, Տիկին Սարգսյան, դուք նշեցիք, որ աջակցում եք, չէ՞, Փաշինյանին իր գաղափարներում, այդ դեպքում ինչի է ընտրական ներկուսակցական պրոցեսի միջև միացել չեք առաջադրվել, ճիշտ է, ձեր գերատեսչությունը ուժային է, բայց ամեն դեպքում ձեր պաշտոնը քաղաքական է, դուք ինչու եք ըստերության խոսափում ասոցիացիա քաղաքացիական պայմանների ներկուսակցության հետ եւ Տիկին Սարգսյանը բազմաթիվ վարդներ արձանագրում են այն մասին, որ գիշերային ժամերին երթևեկության մեջ շատ հաճախ հանդիպում են թույլատրելի պայծառությունը մի քանի անգամ գերազանցող լուսածածկներով տրանսպորտային միջոցների եւ ըստ իրենց բարեկներ գրեթե ուշադրություն չեն դարձնում այս խնդրին, դուք ինչ եք կարծում, այս խնդիրը ինչպես պետք է լուծվի։ Նշեցիք, որ հոգևորականները դիմում են եւ իրենց անվտանգության համար երաշխիքներ են, խնդրում ծառայությունը իրենց համար մատուցում, այս դեպքում ինչու մյուս թևի հոգևորականների համար են նույն պայմանները չեն ապահովում, որովհետև մենք տեսանք, որ Թալինում համայնքապետը թույլ չի տալիս Սարակացօրի թեմի հոգևորականին մտնել եւ պատարակ մատուցել, ըստ էության իր, այսպես ասած, մասնագիտական գործունեությունը ծավալել։ Եվ մեկ հարցեր սոցիալական ցանցերի հետ կապված, ես չգիտեմ ներքին գործերի նախարարությունը, թե ոստիկանությունը այս ուղղությամբ վերահսկողություն իրականացնում է թե չէ, բայց ըստ իս լրջագույն խնդիր է TikTok-ի լայվ ծրագրերը, որտեղ գիշերային ժամերին, մեկին, երկուսին, անգամ երեքին տեսնում ենք, որ ծնողները իրենց անչափահաս մանկահասակ երեխաների հետ լայվ ռեժիմում են եւ ինչ-որ երեխաներին այլ օգտագործել են, ինչ-որ ակնկալիքներ ունեն մյուս հետևորդներից, մեկ այլ դեպքում տեսնում եք, որ դպրոցահասակ երեխան միանում է անհրաժեշտ անծանոթ տղամարդու եւ կնոջ ետերի, որտեղ այդ երեխայի հետ սեռական հայրանքներ հնչեցնելով են խոսում, դուք ինչ եք կարծում, ունի Ամերիկի այստեղ ոստիկանությունը, թե չէ, եւ ընդհանրապես մոնիտորինգ անում եք այդ ծրագիրը։ Շնորհակալություն հարցադրումների համար, պարոն Կիրակոսյան, եթե հարց բաց թողնեմ, անպայման հիշեցրեք։ Առաջինը առաջիկա ընտրությունների համար կուսակցական ցուցակով չառաջադրվելու մասով։ Հարգելի գործընկերներ, ես ինչ պետական համակարգում աշխատում եմ, ես եղել եմ անկուսակցական եւ անկուսակցական լինել եւ քաղաքական օրակարգի կիսել, վարչապետի առաջնորդությամբ քաղաքական օրակարգի կիսել, գաղափարներին նվիրվածություն ունենալ, դրանք իրար չբացառող բաներ են։ Ես եթե չուզենայի ասոցիացվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ես չէի լինի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, ուղղակի։ Ես չէի լինի իշխող թևի մեջ ըստ էության ներկայացնելով ներքին գործերի նախարարությունը։ Կուսակցական լինել չլինելը անձնական ընտրություն է, ես գոնե թե նմանատիպ ռեժիմով հանրությանը ներկայանալու ցանկություն այս պայծրությամբ չունեմ, բայց դա չի նշանակում, որ չեմ շարունակում պաշտոնավարել եւ առաջ տանել այն քաղաքական օրակարգը, որն այս պայծրությամբ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է, կա կառավարության ծրագրում էր այլ ռազմավարական մոտեցումներ եւ ես շարունակելու եմ ներդնել առավելագույն ջանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից անանած քաղաքական օրակարգի առաջ մղման համար։ Երկրորդը, լուսարձակների մասով, պարոն Կիրակոսյան, անցած տարի նորից բարձրացրել էիք հարցը, իրականում դե հիմա կասեմ ինչի չի լուծվել կամ ոնց եք մտածում, որ պիտի լուծվի։ Հիմնական երկու լուծում որպես այդպեսին քննարկել ենք հիմա վերջնականացման փուլում ենք։ Առաջինը լուսարձակների լույսի չափման հետ կապված հարցերն են, որոնք որ մեր մասնագետների պնդմամբ նկատում հանրապետությունում տարբեր դեպքերում որ քննարկում են, շատ հաճախ գնահատվում են ավելի բարդ, չգիտեմ, ոչ արդյունավետ լուծում որպես այդպեսին եւ ունենք երկրորդ առաջարկը, որ ճիշտ կլինի տեղզնման կայանում, տեղզնության ժամանակ ստուգաչափվի բոլոր լուսարձակները, մնացած հնարավոր մասերը, որոնք որ կարող են խնդիր առաջացնել եւ գնանք տեղզնման ճանապարհով։ Հիմա փորձում ենք վերջնականացնել ի վերջո գալ մի կետի, հասկանանք որ ճանապարհն է մեզ համար նախընտրելի, որովհետեւ երկու շերտնել հարցեր ունեն։ Օրինակ տեղզնման մասով կարող ենք ասել, որ ամեն տարի ենք անցնում տեղզնում եւ դա չի երաշխավորում, որ հնդհացս լուսարձակները չեն փոխարինի եւ այսպես շարունակ։ Այս նուրբ շերտերն են, որոնք որ թույլ չեն տալիս մեզ ճիշտ լուծում դուրս բերել, բայց կարծում եմ առաջիկայում կգանք մի հանգուցալուծման, անկախ նրանից շատ լավը կլինի լուծումը թե ոչ, բայց X կետում պիտի ավարտենք այս քննարկումները եւ վարչարարությունն ապահովենք։ Ինչ վերաբերում է
Մյուս ձեր նշած իհարկե տերմինոլոգիա մյուս թևի հոգևորականների Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը թևային հոգևորականություն չի ճանաչում եւ եթե անձը դիմում է իրավապահ համակարգին կա նախաձեռնված վարույթի շրջանակներում կա պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում, այդ որոշումը կիրառվում է անկախ նրանից դու հոգևորական ես թե հոգևորական չես եւ անդրադառնալով Հասկանում միջավայրին ամենադասին ինֆորմացիոն ծառայողի մոտ ներկայությամբ համայնքապետը թույլ չի տալիս հոգևորականին մտնել եկեղեցի եւ պատարակ մատուցել, ասելով որ իմ ուզած հոգևորականը պետք է մտնի, ոստիկանը պետք է այսինքն նույն հետևի, քանի որ չկա ազատ, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, հարցի մասով շատ կարճ կարձագանք եմ, որովհետեւ անverջ կարող ենք թեման քննարկել։ Մենք ունեցել ենք նաեւ համանման իրավիճակում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ բողոք ոստիկանության անգործության մասին նմանատիպ իրավիճակ էր նկարագրվում եւ նշում էր, որ ոստիկանները դրսևորել են անգործություն եւ այս պայմաններում ըստ էության չեն ցուցաբերել անհրաժեշտ վարքագիծ, բայց ես վերադարձ վարչարարության շրջանակներում անդրադարձել եմ կոնկրետ հարցադրմանը Եվ կոնկրետ ներկայացուցիչը պնդում էր, որ սա մասնավոր սեփականություն է, մասնավոր սեփականության հետ կապված պետք է երաշխավորի իրավունքը անձի պետությունը եւ կոնկրետ վտարման պահանջ էր ներկայացվում, վտարել կոնկրետ հոգևորականի։ Ես վերադարձ վարչարարության բողոքի շրջանակներում ֆիքսել եմ, որ բառացիորեն կարդում եմ, որպեսզի տարընկալումներ չլինեն։ Թեև եկեղեցու շենքը մասնավոր սեփականություն է, այդուհանդերձ այն իր նպատակային նշանակությամբ եւ գործառույթով սահմանադրորեն երաշխավորված մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման համար նախատեսված հանրային վայր է եւ չակերտավոր Չակերտների մեջ եմ շեշտում, որովհետև գիտեմ ներկայացուցիչ այլ հակապաստարկները։ Հրապարակային օֆերտա է անում եկեղեցին իր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու տվյալ տարածքում։ Եվ եթե մենք սկսենք սելեկտավորել, ով կարող է մտնել եկեղեցի, ում է ուզում եկեղեցու հետևորդը լսել եկեղեցում, այս քահանային թե այն, եւ մենք սկսենք ֆիլտրել այդ բոլոր process-ները, կներեք, բայց դա չի իրացնում այլևս եկեղեցու հիմնական նպատակը։ Եկեղեցին մասնավոր տարածք է, բայց իր յուրահատկությամբ եկեղեցին հանրային հրապարակային օֆերտա է անում բոլոր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու։ Հետևորդներն են որոշում ում լսեն, ում չլսեն, մենք չենք որոշում ով է կարգալուց, ով կարգալուց չի։ Եվ եթե հետևորդներն ուզում են տեսնել տվյալ հոգեվորականին եւ տվյալ հոգեվորականը որևէ այլ հաղորդում չի ներկայացնում այս թեմայով, ինչի մասն ենք մենք խոսում։ Եվ կներեք վերջին հարցը TikTok-ի մասով թեման իրականում էս վերջերս ավելի ահազանգող է թվացել, որովհետև տեսնում ենք ընդհուպ մինչև ստիպողական լացի տեսարաններ են բեմադրվում, դրանք են հանրայնացվում TikTok-ում, վերջերս նույնիսկ իրազեկման միջոցառմամբ ենք նաև հանդես եկել, որպեսզի մեր սիրելի ծնողները չանեն նմանատիպ բաներ, որովհետև դա առնվազն երեխայի լավագույն շահից չի բխում եւ երեխայի հուզականությունը օգտագործել եւ ներազետություն ունենալ, դա վստահաբար առաջիկա ժամանակահատվածում լավ տեղ տանող process չի լինելու շարունակելու ենք իրազեկման գործիքակազմը եւ նաեւ զուգահեռաբար եթե դիտարկենք այլ հնարավոր ավելի լավ գործիքակազմ, այդ ուղղությամբ եւս կաշխատենք, բայց շատ ճիշտ եք նկարագրում, որ սա անհանգստացնող ազդակ է բոլորիս համար։